Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր առօրյա կյանքից դրվագներ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ռոզան իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ մեկնել էր արտերկիր հանգստանալու, այդպիսով նրանք յուրաքանչյուրն իր ինստագրամյան էջում հրապարակումներ էին անում, ցույց տալով իրենց գերշքեղ հանգստից բացառիկ կադրեր։ Այս ամենի մասին ավելի ուշ։ Դերասանուհին այսօր ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով իր գեղեցիկ ծաղիկները, այդպիսով նաև ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որում նրանք ապրում են։ Նշենք նաև, որ բնակարանը զույգը ձեռք է բերել ամուսնությունից հետո, տևական ժամանակ վերանորոգման փուլում էր գտնվում այն, դե իսկ այսօր նրանք վայելում են գեղեցիկ տունը։ Ի դեպ, այս բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում։ Երիտասարդ և սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ընդամենը օրեր առաջ ավարտեց իր գործունեությունը Վերջին զանգը հեռուստասերիալում։ Սերիալը մոտեցավ իր ավարտին։ Այս դերասանուհին նկարահանվելով այս սերիալում էլ ավելի մեծ սեր ու հարգանք վայելեց։ Չնայած նրան, որ դերասանուհին տարիներ առաջ նկարահանվել էր մեկ հեռուստասերիալում, այնուամենայնիվ հասցրել էր մեծ ճանաչում, սեր ու հարգանք վայելել հեռուստադիտողի կողմից, դե իսկ այս հեռուստասերիալը էլ ավելի ամրապնդեց այդ ամենը։ Ինստագրամյան հարթակում օրորի ավելանում են Ռոզա Դավթյանի հետևորդների քանակը։ Այս տարի դերասանուհին ամուսնացավ, դե իսկ այս ամուսնությունը նրա անձնական կյանքը էլ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում։ Ամանորին Ռոզա Դավթյանն իր ամուսնու ընտանիքի, ինչպես նաև իր մայրիկի և եղբոր հետ մեկնել է հանգստի, նրանք գտնվում են Եգիպտոսում։ Ընտանիքի անդամները պարբերաբար հրապարակումների տեսքով են հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան լավ ժամանակ են միմյանց հետ անցկացնում։ Երեկ Ռոզա Դավթյանի սկեսուրը հրապարակել էր հարսի մասնակցությամբ լուսանկար և գրել «Ինտիկնիկ», դե իսկ Ռոզան այսօր ևս մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հանգիստ են վայելում իրենք Եգիպտոսում։ Ներկայացնում ենք սիրված դերասանուհու մասնակցությամբ լուսանկարները առանց մեկնաբանության։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից, վերջինս շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում, նա ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում, այդպիսով հատկապես ցույց տալիս կադրեր իրենց նկարահանման հրապարակից։ Նա նկարահանվում է Վերջին զանգը հեռուստասերիալ, որը դերասանուհուն էլ ավելի ճանաչում և սեր տվեց։ Դերասանուհու ամուսնու մայրը ևս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ով տարածումներ է անում և կիսվում իր հարսի գովազդային հոլովակներով, այդպիսով նա ցանկանում է խթանել նրա գործունեությանը և ինչ-որ չափով օգնել գիտելիության հարցում։ Օրերս վերջինս իր թոռնիկի մասնակցությամբ հրապարակում է արել, դրան գծելով «Դու իմ երջանկությունն ես» երգը։ Հավելենք նաև, որ համացանցում ակտիվորեն տարածվում են նաև Ռոզա Դավթյանի և նրա սկեսուրի մասնակցությամբ լուսանկարները։ Ռոզա Դավթյանի սկեսուրը տարածել է ինստագրամյան էջում մի հրապարակում, որտեղ Ռոզայի ամուսնու գերդաստանն է, տատիկ-պապիկը իրենց թոռների մասնակցությամբ։ Ներկայացնում ենք այս ջերմ կադրերը և նաև հիշեցնում, որ օրեր առաջ էլ դերասանուհին հրապարակել էր մի հոլովակ։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ զգեստ կարելի է կրել, օրինակ նշանադրությանը, նախահարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը և այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ և վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ և այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն
Այդպես չէ, նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ եւ հենց տեսանյութի միջոցով պատմել իր եւ Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Ռոզան եւ Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանը օրեր առաջ հրապարակել էր երջանկայի շատակ հայրիկի մասնակցությամբ լուսանկար, այդպիսով նշելով, որ նրա մահվան 4-րդ տարելիցն է։ 4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ, 4 տարի քո համար սուրճ չեմ դրել, 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում, 4 տարի ամենառավոտ չես հանել ինձ քնից ու ասել, որ աղջիկն այդքան չի քնի, 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի, դու ինձ չես տեսել հիմա, 4 տարի հետո, 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել, քո հետ չեմ խոսացել որսից, թռչուններից, կրակելուց, ես քեզ սպասում եմ, պապ, գոնե հիմա արի, 4 տարի հետո, 4 տարի ու ցավը այն է, որ դեռ մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպելու, իմ ապրվելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու, երբեք։ Հավելենք նաև Ռոզա Դավթյանի մասին մենք հաճախ ենք հրապարակումներով հանդես գալիս։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից, այդ օրից ի վեր վերջինս սիրված է հանրության կողմից, նրա յուրաքանչյուր հրապարակում անձնական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն հետաքրքրում է հետևորդներին եւ նրա երկրպագուներին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ դերասանուհի Ռոզա Դավթյանը ամուսնացավ։ Նրա հարսանեկան կադրերը ողողվել էին ողջ համացանցով մեկ։ Դերասանուհու ընտրյալը ռուսաստանցի գործարար է։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում։ Դերասանուհին ցանկացել էր, որ հարսանիքի օրը լինի ռուսահոգի հայրիկի ծննդյան օրը։ Նրան եկեղեցի էր ուղեկցել հորեղբայրը։ Հայտնիները իհարկե այսօր եւս ներկա էին, հյուրերի շարքում էին սցենարիստ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն ու դերասանուհիներ Եվա Բաղդասարյանն ու Դիանա Տորեսը։ Նրանք հարսանեկան արարողությունից կադրեր էին հրապարակել ինստագրամյան հարթակում։ Դե իսկ հարսանիքից առաջ Ռոզա Դավթյանը ինստագրամյան իր էջում Bright to be արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։ Դերասանուհին նշանադրվել էր 2024 թվականի հոկտեմբեր ամսին։ Նախքան այդ նա երբևէ չէր ակնարկել, որ իր սիրտը զբաղված է, այսօր դերասանուհին նոր ֆոտոշարքով է հանդես եկել, որտեղ բավականին գեղեցիկ տեսք ունի, բաց կապույտ զգեստը նրան շատ է սազում։ Հրապարակմանը կից դերասանուհին խորհրդավոր գրառում է թողել. Մեզ սիրել ստիպում է մենակությունը եւ միևնույն ժամանակ սովորեցնում ատել անմնացորդ։ Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել։ Սեր։ Սիրել բոլորին, հասկացա, որ ուրիշը ես եմ, եւ սիրել պետք է նրան, եւ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը։ Դերասանուհին իր լուսանկարներին կից թողել է Սոկրատեսի խոսքերը։